Այսօրվանը մի քիչ արտակարգ հավատը մեր սեզոնային ծրագրում ներառված չէ, բայց շատ լավ պատահականություն է կամ տենց ստացվեց, որ նպատակում տեղի ունեցող Հայաստան արդյունաբերական կառույցների ֆոտոցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը Արեգ Ասատրյան Երևանում է, ու մենք քանի որ այստեղ Ռուբեն Արևշատյանի Հայաստանում բացակայելու պատճառով մենք այսօր ազատ էր, ուրեմն գաղափարացավ, որ այսօր հանդիպենք Արեգ Ասատրյանի հետ, ով Նյու Յորքում է բնակվում ու սկզբում մի քիչ իր մասին կներկայացնի։ Այսքանը ուղղակի մինչև այս, քանի որ մարդիկ կլինենք, որ կարող է ինչ-որ վերջում չստացվի, ասեմ, որ մեր հաջորդը լինելու է դեկտեմբերի 22-ին, ու դահլիճը նույնչափ ցուրտ է լինելու, ավելի ցուրտ է լինելու, ու մենք այդ օրը Ռուբեն Արևշատյանը խոսելու է քաղցր ու մոռացված 60-ականների ճարտարապետության մասին։ Սա է միջայլոց, Արեգ։ Կներեք, որ ես սենց հակնորած եմ, որտեղ կարող եմ ասել, որ տականամ կհանվում։ Ուրեմն, իմ մասին դեռ չեմ ուզում ոչինչ պատմել, ուզում եմ միանգամից սկսել ցույց տալ, ես 6 բաժին եմ պատրաստել Նյու Յորքը ներկայացնելու, Նյու Յորքը բոլոր գիտեք, բոլոր ֆիլմերում եք տեսել, ես փորձեցի գտնել Նյու Յորքի ուրիշ դեմքերը, որը առաջի հայացքից գուցե այդքան ճանաչելի չի կամ հայտնի չի, եւ փորձեմ այդ կերպ կիսվել իմ տպավորությունների ու կարծիքների Նյու Յորքի մասին։ Սրանք ուղղակի լուսանկարներ են, այսինքն ես ուղղակի լուսանկարներ եմ ցույց տալու։ Առաջի բաժինը կոչվում է Նյու Յորքը միշտ թե իրականություն։ Ուրեմն Ներեկինչ ես սովոր չեմ ես համակարգում։ Ոնց է գանան, մեկ երկու երեքը ոնց եմ համակարգում։ Ինձ, սենց է։ Ուրեմն, երևի մեծացնում։ Եթե ես իմ աստեղ շրջեմ ինքը ցույց կտա, ուրեմն Նյու Յորքի մասին կարծիք կա, որ ինքը շատ գերխիտ հագեցված քաղաք է, որտեղ ամբողջ երկնակերեր են, որտեղ մեծ երթևեկություն է եւ մի խոսքով գժանոց է։ Ես կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չի, որովհետև Նյու Յորքը շատ հարմար քաղաք է եւ մարդու համար շատ հարմար քաղաք է։ Եվ Նյու Յորքում շատ տարբեր ձևով համադրված են եւ այդ բարձրակերը եւ այգիները, ազատ տարածությունները, զբոսանքի տարածքները եւ այսինքն այդ միֆը, որ Նյու Յորքը տենց խիտ գերհագեցված քաղաք է, ես գտնում եմ, որ իրականում այդպես չի։ Սա այգիներից մեկն է։ Սովորական այգի առանց որևէ մի հատուկ ձևավորումների տաներ աղջիկներ ինչպես տեսնում եք, ասենք ոնց է տարբեր հարկանություններ իրար կողքի համատեղվում երևի այգիով տարբեր դարաշրջանի տներ ասենք 1.5 հարկանի, 3 հարկանի, 4 հարկանի որ սենց հատվածներ են կան, փոքրիկ փողոցներ, որտեղ 2 հարկանի, 3 հարկանի տներ են, եւ սա հենց կենտրոնին շատ մոտիկ է, այսինքն, ասենք եկեղեցին հենց այս փողքին, ասենք դռներ, սրանք բնակվում 18-րդ դարի դռները։ Այսինքն 18-րդ դարից այս դուռը ոչ մի քիչ չի խանգարում եւ օգտագործում է։ Օգտվում է, բացվում է, մարդիկ դնում են գալիս է։ Հիմա օրինակ ասենք սա շատ հետաքրքիր պատկեր է։ Այդ շենքը կառուցվել է ավարտին համատենում արդեն։
Սա ժանուրելի շենքն է բնակելի, որը ու կողքին նրանց գարաժ է։ Այսինքն, որը ոչ ոքի չի խանգարում, ոչ ժանուրելին է խանգարել, ոչ էլ Նյու Յորքին։ Այս համադրությունը, որ այսինքն կարող է կողքի լինել տարաբնույթ բաներ, որը շատ դինամիկ է դարձնում քաղաքը։ Այս մյուս կողմից, տեսեք, սա ընդամենը երկու հարկանի հենց խոսոտ, որ ստեղ ասկի չեյնել մտածի, որ կարելի է մասին ծանապես պահել կամ չպահելու մասին մտածի։ Ուրեմն, այս բաժինը ես ավարտեցի, հիմա ուրեմն մի երկրորդ հարց, որ Նյու Յորքի երկնակամարը, ինչ է դա նշանակում։ Նյու Յորքի այդ բարձրահարկերը ունեն իրանց ուրվագծերը, տարբեր դիտակետերից իրանք տարբեր կետեր են կարգում։ Եվ հետաքրքիրն է, որ ասենք այդ ուրվագծերը դարերի ընթացքում, տարիների ընթացքում փոփոխվում են, բայց խարդակցյալը մնում են նույնը։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Սա ձեզ հայտնի ունեն այդ այգիներից կենտրոնական, որը մի հսկայական պիլիկոլ է, երբ որտեղ կարել է խաղալ, պարկել, համեր լսել։ Այդ նույն այգին սա կարծեմ որտեղ տեսնեմ 37-ին նկատել։ Նույն այգին ուրիշ կետից, տեսնենք այդ երկնակամարը, ասենք այդ շենքերի ուրվագիծը, ուրիշ կետից, սա այդ մի անկյուն է, որտեղ Բրոդվեյն է, այսինքն երկնակերերը իրականում համատարած չեն ճնշում Նյու Յորքին, այդ կարծիքը, որը պետք է տենգրում շատ խիտ է, այդքան էլ այդպես չի։ Հիմա սա, ուրեմն տեսեք, այս երկնա ուրվագիծը։ Հարցը նրանն է, ուրեմն Նյու Յորքում այնպես են անում, քանի որ իրանք հասկացել են, որ սա կղզի է, այդ կղզին սահման է։ Եվ այդ բան շատ շուտ են գլխի եկել, բուռն կառուցապատումից հետո դարի սկզբին 1916 թվականին մի խումբ ճարտարապետներ հավաքվել են եւ հասկացել են, որ այդտենց անկանոն եւ կառավարելի անվերահսկելի չի կարելի շարունակել ու պետք է մշակել զոնին կոչված կոդերի համակարգը, որով պետք է վերահսկվի Նյու Յորքի կառուցապատումը, խտությունները եւ Նյու Յորքի ուրվագծերը տարիների Այս բանը որ ճարտարապետներին լսում են, եթե ճիշտ բաներ են ասում։ Ուրեմն, այս ուրվագիծը կարող է տարիների ընթացքում փոխվել։ Այսինքն, եթե մի շենք է բարձրանում, ապա կողքի շենքը իջնում է կամ քարոզվում է։ Այսինքն, մի հատ ինչ-որ բալանս գոյություն ունի, որ անդադ պահվում է համակարգի, ուրեմն հնարավորությունը, թե ինչքան կարելի է կառուցել, ինչքան պետք է օդ մնա ազատ, ինչքան արևի համար, ինչքան ինսոլացիայի համար, այդ բոլոր հարցերի համար։ Ասենք սա ամենախիտ հատվածներից։ Հիմա սա ասենք ունեք դաունթաունում, տեսեք, այդ եկեղեցին 1700 թվականի եկեղեցի։ Կողքի իրա գերեզմանոցով իր այգի, անձեռնմխերի մնացել։ Սա իրենց քաղաքապետարանն է, դիմացի այգիով, մենք այդ առաջի այգիով տեսանք այստեղ։ Սա տես բնորոշի մենք։ Եվ շատ երին կարճ եմ ասում, բայց դա երին ավելի լավ է, որտեղ ավելի շատ ժամանակ ունենա։ Ես ազնիվ չեցրեցի, ներերս։ Հիմա սա օրինակ դաունթաունում է Նյու Յորքի, նկարված Բրուքլինից, հակառակ կողմից, որը ամենախիտ կառուցապատված մասն է, որտեղ բնակելի պրակտիկորեն չկա, որը բոլորը օֆիսներ են, որտեղ ժամը 5-ից 6-ից հետո համարյա ամայի տարածք է եւ ինչ որտեղ նույնիսկ շատ անհրաժեշտ
Եվ փորձեր են անում, ասենք, որոշ շենքեր վերադարձնեն, ասենք, կարճ մնալով, ասենք, հյուրանոցների, որ գործարար մարդիկ կան, հենց ստեղ էլ ապեն, հենց ստեղ էլ աշխատեն։ Այսինքն ստեղ իրոք օդը ավելի քիչ է, ստեղ ավելի խիտ հագեցված է, բայց սա իր սկզբունք ունի, որովհետև սա գործարար հատվածն է, ձեր օֆիսներ են եւ ոչ որ առավոտյան գալիս են աշխատանքի եւ երեկոյան գնում են այստեղ, ոչ թե այստեղ պրակտիկորեն ոչինչ չունի անելու։ Տեսնեք, այդ նույն գաղափարը, ասինքն եթե կան բարձրակում, կան նաև բաց տարածություն։ Անընդհատ։ Սրանք այնքան են ունիկալ կադրեր, որ ասենք որոշները ժամանակի ընթացքում աշխատած շենքերից են նկարված, որ հենց հնա պետք է գնաս է շենքը բարձրանաս, կտուրի գնաս ինչ-որ պես թողնեն, որ նկարված։ Այսինքն սրանք տենց հայտնի տեսարաններ չեն։ Հիմա սա ճանաչում եք։ Այսինքն նմանություն կա։ Ես հին նկար եմ, երկով պակասում։ Սա երևի հին նկար։ Չէ, ես չգիտեմ, գուցե սա մի տարվա հնության, չեմ կարող ասել։ Նկարը չգիտեմ որտեղից է։ Ուրեմն սա է ուրեմն Նյու Յորքի ուրվագծերի մասին։ Հիմա երրորդը ճիշտ ասած ես ուզում եի մի փոքր պատմել, թե ասենք ես ինչ եմ արել այստեղ, ինչ եմ գնալը, կամ ավելի շատ։ Այն ժամանակ այդ փողոցը կոչվեր Ալավերձյան, որը հիմա Հանրապետության փողոցն է, եւ Հոկտեմբերյան, որը հիմա Տիգրանի 6-ն է, եթե սխալվում ճիշտ է։ Եվ այն ժամանակ փնտրում էինք ինչ-որ մի տարածք Երևանում, որը դեռ ուներ հնարավորություն դառնալու Երևանի այդ հատվածը եւ պահպանվելու եւ օգտագործելու։ Իհարկե այդ ամենը տեղի չունեցավ բնականաբար, շատ մասնակիորեն։ Ուրեմն նախագիծը շատ վատ լուսանկարեր է, որտեղ սրանք ես հազար եմ հայթայթել, ինքս չունեմ ոչինչ։ Ինչպես տեսնում եք, այդ ամենահայտնի Մելիք Ադամյան, այո, այնտեղ այդ գլխարկողոտայի հատվածն է, հրապարակից դուրս է գալիս հիմա Տիգրան 6-ը եւ իջնում է, ու տեսնում եք, որ այդ կառուցապատումը ավելի ցածր է, քան մնացած շենքերը։ Այն ժամանակ եթե ղարագին կառուցներ դեռ կար։ Այսինքն այս հատվածը կար, որտեղ նա պատել է մնացել այդ ամենը, այս հատվածը կար, որտեղ նա երկու կա, ստեղ արդեն վերացրել եմ, այս հատվածը կա եւ այս շենքերը կա։ Երկրորդ պատկերն է, որը կոչվում էր հատակի պատմետկան, այսինքն գետնի վրա ինչա տեղի ունենում, որովհետև հիմնական խնդիրը նա է, որ այդ բոլոր կառուցապատումները լինեն թափանցիկ, բակերի եւ կապերի միջոցով, ու փաստորեն այս կանաչ գոտին գար եւ շարունակվել եւ իջնել այս ամերիկան հայց։ Որպեսզի կանաչ, ասինքն զբոսանքի տարածությունը շարունակվեց գա դեպի զբոսավերը։ Նրա պաշտոնից մենք ասենք փողոցն ենք անցնում կապով, որպեսզի փողոցանը չառանջվի ասենք ինչ է հատում։ Հիմա կառուցապատումը ստեղ լրիվ ուրիշ բնույթի է արդեն, այս երևույթը կարող ենք մոռանալ։ Ուզում ասեմ, որ ժամանակին փորձարվել է այդպես մի բան անել, սա 75, հա, 3 Հիմա ուրեմն առաջին տունը, որ մենք վերակառուցեցինք, սա էր այն ժամանակ, որ հիմա մեհեջ
Մկրտչյան համար 10։ Եթե ճանաչում եք այս փայտի պատշգամբը, հիմիկ վայրատեսքը ուրեմն այսպիսին է։ Ես ոչ մի անգամ չեմ հաջողացնում, որտեղ ավտո չի մնում կարևորի ճակատի չգիտեմ։ Դիակի որ Տեղը չկա, միշտ ինչ-որ բան բանից։ Հիմա ասենք ինչն է խնդիրը, որ սա առաջի փորձն էր շենքը պահելով վերակառուցել, այսինքն մնաք այս դարանը ձեռ չեն տվել։ Սա իրանց հին դարանն է։ Եվ շատ հնարավոր է դա։ Այսինքն տեխնիկական խնդիր է։ Այս բոլոր պատշգամբները վերակառուցվել են, այսինքն ոնց որ ինքը նախին եղել է, ինքը ունի շատ երկնքով, որ այդ մաշինացումը չկարողացան մտնել, սա էլ ներսից դեպի դուրսը։ Այն ժամանակ այս շենքը արվում էր գրքասերների ընկերության համար։ Գրքասերների ընկերությունը մտավ ստեղ, մի շաբաթ հետո այդ Ղարաբաղյան շարժումը սկսվեց ու ստեղ հաբը վերավեց։ Զենքասերների ընկերությունը, որոնք ասում են, որ պատերին ինչերին նան չկի է, ոսկոր ասին այդ ժամանակ աղավար վիճակի է եկել, հետո հիմա ոնց որ թեևի ոչինչ, կառուցում են չի արել։ Եվ երկրորդը, Ալավերդյան 38-ը, ձեզ հայտնի Թուրքայացան կոմիտեի նախնում, ես ցույց տամ, ուրեմն ասենք նրա լուսանկար կա, պատմական, երբ որ Մելիք Ադամյանը չկա, տեսնում եք այս ցանկապատը, այսինքն պատմողությունը չկա, այս ցանկապատի մասին խոսքը, այսինքն շենքը այնպես է նախագծվել, նա ունեցել է այլ երկին բակը, կանաչապատ, և դրա համար տարօրինակ ձևով ինքը ոնց որ սենց կտրվում է։ Եվ հետագայում, երբ որ փողոցը Մելիք Ադամյանն է բացվել, առաջացել էր ինձ սիտուացիա, որ ինքը ոնց որ հետևի մասը դուրս էր եկել փողոցի վրա։ Դրա համար ասենք նախագծի առաջարկներն էր, որ այս գիծը ես սկզբային նշում, որ 86 թվականին այս անցում արվեց, որպեսզի ամուր տարածություն ինչ-որ ներկա սայր հատվածն է, ընդհանրապես քանի տարի առաջ, 25 տարի առաջ, Վահագն։ Ուրեմն այնտեղ մի հատ շատ լավ կաֆե կար, Վահագն, որտեղ նկողներ կան, և իրենց լավ թաղա կար։ Աստորեն մենք նենց հայացինք, որ այդ նկողը էլ օգտագործում է, անցես տեղից մտնում եք և նկող կարելի չիմ, համ 67 սրճարաններ, համ ասենք սա այդ բակն է ուժեն։ Ես վերջերս գնացի ինքը լրիվ լծված է, այսինքն հիմա ինքը ամբողջովին սա մի շենք է, որ տեղափոխվեց այստեղ։ Սա արդեն այդ շինարարությունն է, որ սկսեցին իրան միջուկը հանել։ Սա այդ կողքի բակերն է, տեսնում եք։ Էլի ես շատ տարօրինակ լուսանկար աչքս կպեց, ասենք ներքին բակա, բայց ավտոր այստեղ կանգնած։ Ոնց որ այդ բակի իրանվարն բարեկարգել։ Ասենք տես փորձեր էր արված, ասենք ինչ-որ հետաքրքիր դիտակետեր բացվեն, ասենք և դալաներով իրանք իրար միացած են։ Սա հիմա փակել են, հիմա այդ անցումները չկան, ամեն մեկը իրա և հետո ասենք ես մրգամետատեսքը, որի մասին ես ոչինչ չունեմ ասելու, ուղղակի այս շենքի պատմություն եմ ուզում ես ցույց տամ։ Ինչից ինչ տամ։ Այդ շենքին կարող նորմալի ասում, այսինքն դուք դարեք, ես ասելու չունեմ։ Լավ, սա ինչ-որ ենք ուրեմն, ներուսում, այստեղ ուրիշ բաներ կան, հա, այդ նախագծից մի քանի շատ լավ շնորհալի երեխեք կային, որոնք Երևանի հին բակերով հավաքում էին, ասենք տենց դետալներ, հետաքրքիր, որը պետք է կիրառվեր այդ նախագծման ընթացքում։
որպես բնորոշ Երևանի բնորոշ հատվածներ։ Հիմա այս բնորոշ հատվածներից պրակտիկորեն ոչինչ չի մնացել։ Էս ամենը։ Հա, երևի, սա այդ ուղղակի աքսոնոմետրիան, որ ուզում ցույց տալ, թե ոնց էր արված այդ նոր մասը, որ փաստորեն ամբողջ սա էլ է բացված, այսինքն շենքը կառուցում ես, որպեսզի քաղաքի համար ինչ-որ ամբողջական տեսքի դաս, բայց այն ինչ որ հին Երևանի բնորոշ է, որ մեկի բակով ուրիշի բակն ես մտնում, ինչ-որ նոր բաներ են բացահայտվում քո համար, ու այդ ամբողջ տարածքը հետնոտն է եւ բոլորին հասանելի է։ Երևի ուտոպիստական բան է, ամենանդեպս այդ դարը անցավ։ Իսկ մի հատ, հիմա սրանցից ո՞րն է այլ տեղից քանդված հավաքված է։ Զախկով, միայն դա։ Սպանդարյան 27-ը, որը երբ որ մենք այդ նախագիծը սկսեցինք, արդեն դատարկել էին, ինքը ընդգնում էր ուղիղ Տերյան փողոցի հենց այդ ուղղության վրա, երբ որ վերևից գալիս է դեպի Սպանդարյան, ու չգիտեմ որտեղից որոշել էին, որ այդ շենքը պետք է տեղից տեղափոխվի, դա ոնց որ մեզ վրա թելադրված ինչ-որ պայման էր, որտեղ ինքը հեչ հարմար չի ստեղծված, որտեղ այդ շենքերը ֆասադային, այս կողքի թևը չի ենթադրում ֆասադին։ Ու հիմա ինքը արհեստականորեն երկու ֆասադ ունի, որից մեկը երևում է, որ ինքը ֆասադ չի, այսինքն ինչ-որ կարողացան դա։ Իսկ այս մյուս շենքը հիմա ուրիշ կերպ նախագծվեց ու կառուցվեց։ Ես այդ ժամանակ դրան կոչում էի ճարտարապետական տերոր, այսինքն մենք գիտենք, որ հին տները քիչ են, ինչ-որ պահ կար հնարավորություն, որ պետք էր նույնիսկ ստիպողաբար անել այնպիսի բաներ, որ այդ հինը շատանա, որովհետև օրինակ հիմա արգումենտերն է, որ դե այդքան քիչ այլ ինչ անենք, բայց այն ժամանակ ավելի շատ էր, այդ կորցրեցինք, հիմա այսինքն այն ժամանակ մենք մեզ գիտակցում որ չէ, պետք է մի քիչ էլ անել, որ ինքը ավելի ամբողջանա, որ ոչ մեկի աչքին չերևա, որ սա քիչ է, բայց է քանդիկ վերացնել։ Տենց ներքին քաղաքականություն կար, որպեսզի կարողանան ինչ-որ մի արդյունքի հասնել եւ դրա համար, ասենք, այսօր ես չեմ գտնում, որ սա ճիշտ մոտեցում է, բայց այն օրվա առով պետք է, այսինքն այս շենքը որ նախագծվել է, ինքը նոր շենք է, բայց կառուցվել է հինի ոճով։ Չնայած չեմ բարեսել հաջողակ է, չէ, որտեղ դա երբ ուրիշ ֆիրմայում արվեց, որը ասենք այդքան մասնագետ չէր հին շենքերի մեթոդներին, բայց ինչեր է, ասենք օգտագործվել է այդ հին սև քարը, ընդ որում այդ քարը ստեղի քար է, Երևանում կա այդ քարը, եթե գիտեք։ Նայել այդպես։ Կոնսորտը ստեղ, հա, ինքը փոքրիկ ասենք ասենք մենք եժրած այդ մտածում ենք, որ սենց կլունի, հարկարսու ես մի բանը դեռ մնացել է։ Գիտեմ, վաղանեսորը մեկի աշխուկ կրտում է։ Սա էլ սա։ Հիմա վերադառնանք ուրեմն Նյու Յորքին, նա հետաքրքիր հարց կա, թե ինչի է Նյու Յորքը այդպես, այսինքն ինչի է այսպես, ինչի այգի կա, կան շենքեր, մեկը բարձր, մեկը հետ գնացող, մեկը առաջ եկող, ինչ սկզբունք կա, շինարարական և կառուցողական, որ այսպես է։ Մենակ ասեմ, ինչի է այս հատվածում այս շենքը կանգնած անգնում, ու սենց ինքը փոքր, ցածրահար, ու սա կոչվում է ուրեմն այդ զոնինգի կանոններից մեկն է, որ ես մի երկու խոսքով ուզում եմ բացատրել, որ մենակ այստեղ բարձրակ երբեք չի սարքվելու, որովհետև այս շենքի պատուհանները նայում են ստեղ են։ Նշանակում է այս շենքը կառուցելուց այս փոքր շենքի վրայի օդը առել է։ Այսինքն այդ մարդը խոստացել է կամ արդեն այդպես է դրված, որ ինքը այստեղ այդ իրավունքը սարքելու տալիս է նրան։ Նշանակում է այդ ծավալը ինչքան որ հնարավոր է սարքել, արդեն սահմանված է։ Եթե մեկը մի բան ուզում է ավելացնել, պետք է մի բանը պակասացնել։ Իսկ ինչ եմ ասում, այսինքն ինքը սահմանափակ կղզի է, իրանք հասկացեն, որ կղզում չի կարելի անդրադարձնել, և պետք է մնան կանոն հնարել, որով
կարգավորվի դա։ Ունակ ստեղ սա սարքել է, հենց անկյունը, բայց կողքին է փոքր է մնացել։ Այսինքն մեկը ստեղ օրինակ ասենք սենց տեսարան։ Այսինքն, եթե ճարտարապետության առումով նայենք, ասենք սա ինչ ա, սենց պահել է։ Բայց ճարտարապետությունը հարցի մյուս կողմն է, որտեղ ստեղ շատ խիստ կանոնն է սեփականության, այսինքն շատ դժվար է մեծ ճարտարապետական միջոցառումներ անել, որովհետև ամեն մեկը իր հովիտերն է, ասենք տենց մեծ ինվեստիցիաներ կատարելու համար, ոնց որ ասենք այստեղ արվեցին, պրակտիկորեն անհնար է։ Պետք է պետությունը մեջքին կանգնի, մեծ գումարներ ներդնի, որ մի քանի խումբ մարդիկ հավաքվեն ու ինչ-որ մի բան անեն, որ 20 տարի հետո մի բան դառնա, բայց ոչ 3 տարին, ոչ 5 տարին, որտեղ հենց այդ է խնդիրը, մենք սա ասում ենք Նյու Յորքի կարկատանները, այսինքն Նյու Յորքը անդադ կարկատում է։ Ինչ-որ մի բանը հնանում է, դրան կարկատում են, փոխում են բան, բայց այդ պրոցեսը այնքան սահուն է անցնում, որ բնակիչը դա ցավալու չի զգում, որ իր քաղաքը քանդեցին, նա դրի ուրիշ քաղաք սարքեցին։ Սա ու դրա գաղտնիքը նրա մեջ է, որ այդ կանոնը զոնինգի, տեսնում եք այս հարցը։ Հիմա սա խուլ պատահ է, նշանակում է ինքը այստեղ կողքի ինչ-որ բան կարելի է դեռ սարքել, եթե այդ ծավալի հնարավորությունը կա։ Նայեք, 1.5 հարկանի 3-4 այսպես շարունակ։ Հիմա նայեք սա շատ հետաքրքիր օրինակ է։ Այս շենքը բարձրահարկ հյուրանոց է, եւ այդ հյուրանոցը որպեսզի սարքի, ինքը սարքել է այս երկու տները եւ պահել է այս գիծը, որպեսզի թույլատվություն ստանա սարքի այն բարձրահարկը։ Այսինքն սա մի հատ ուրիշ կանոն է, որ կոչվում է street wall, այսինքն քաղաքի պատը, եթե ինչ-որ բարձրություն է, պետք է այդ բարձրությունը պահես անկյունից, ասենք 25 մետր խորությամբ։ Հետո նոր կարող ես մի ուրիշ բան անել։ Եվ հաստորեն այս սեփականատերը ստիպված, հիմա նայեք, սա սինագոգ է, եթե տեսնում եք։ Այս սինագոգը 1800 թվականին է, որ քացով խփես կփլվի։ Բայց ոչ ոք իրան չի կարող ցույց տալ։ Տարբեր պատճառներ։ Նույնիսկ սա, այս անկյունները մի վիճակն է։ Տեսնեք այս անկյունը։ Մի հարկանի նա խոսոտ ինչ-որ խանութ է։ Մի հատ նկարն ուզում ցույց տամ, այս շենքը մեր ֆիրմայում է նախագծվել, ստեղ մի հատ տեսնեք այս շենքը։ Հիմա երբ որ մենք նախագծում ենք, տենց խնդիր կա, որ այս պատուհանները կարող են հետագայում փակվել։ Հիմա նայեք այդտեղը դատարկ է։ Այսինքն, որպես ինքը տեղ կառուցի, ինքը որոշակի սահման ունի, որտեղ դրանից վերև պատուհաններ կա։ Եվ այն հատվածը, որտեղ դուրս եկած կախված տեսնում եք, այդ հատվածի համար այնտեղ կողքի տարածությունից օդի իրավունքը հանրվեց, որ կարող է տենց դուրս գալ կախվել։ Ես ուզում եմ բացատրեմ, թե որ ասում են օդը վաճառեցին, դա ինչ մեթոդ է օդը, իրականում օդը չեն վաճառում, վաճառում են արգելող իրավունքը չսարքելու, այսինքն մեկը առնում է մյուսի չսարքելու իրավունքը։ Եվ այդ չսարքելու իրավունքը ոնց որ արդեն սա այն բալանսի է բերում, որ եթե մի բան է սարքվում, նշանակում է այն մի բանը չի սարքվելու, այսինքն չի պրծնելու օդը։ Այսել սա էր։ Այո։ Արագեն գնլավա։ Հիմա ուրեմն մի հատ հատվածի պատմություն, ստեղ նա ցենց հրապարակա, կոչվում է Astor Place, ովքեր Նյու Յորքում են եւ ես փոքր ճանաչում են։ Ուրեմն ստեղ ցենց պարկինգ էր։ Երկար տարիներ։ Եթե հողակտորը ինչ-որ մեկը գնեց, կառուցապատողը եւ կառուցեց այն շենք։ Հիմա ասենք բնակչությունը այս տարածքի թաղը ահագին վեճեր եղան, ասենք նրանք դեպ են, որ սա ես ինչ ոչ ահագակի իրանդավան ոչ ուրիշ
ոճը, բայց իրականում ճարտարապետը, որը շատ լավ ճարտարապետ է այնտեղ, նա բացատրում է, որ հենց իմաստը նա է, որ այդ շենքը ես այնպես եմ անում, որ դուք տեսնեք մյուս շենքերի արտացոլանքը իր վրա։ Այսինքն ինքը ոնց որ միապակի տեսնեք ամուր դիմացի եւ կողքի շենք։ Եվ ինքը ամորջը փաստորեն սահող մակերևույթներ են, որ անկյուններ չկան ու այդ ինքը չի ճնշում տարածության վրա, շատ հետաքրքիր է դեպած։ Ասենք սա այդ շենքի մուտքն է բնակելի։ Տեսնեք անենց արարավ, որ դիմացի շենքը երևա։ Որ նա ասենք ներսից է արել։ Այսինքն կապը չի կորցրած շրջապատի հետ։ Նա էլ արտացոլվում է դիմացի կողմից։ Այս է նույն մուտքն։ Սրանք դետալներ են, բայց դետալներ են, որոնցով ինչ ասեմ, այսինքն նորը հնի հետ կարողանում է համագոյակցել առանց կոնֆլիկտի կամ ավելի գոներ, ավելի եւ ասենք, քանի որ ինքը լրիվ ապակ է, սա ներսից կադրեր է, որ երևում է ամբողջ։ Այսինքն ստերի բնակիչը այդ ամբողջ տարածությունը վայելում է։ Ու սա հատուկ արված, այսինքն սա շատ թանկ շենք է իրական։ Ասես սա։ Լավ, չէ՞ գնում։ Հիմա մի երկու խոսք Գոտրավանան նախագիծը։ Դուք երևի սրա այդ ծանոթ եք, ես ուղղակի երկու տող ձեզանալ կարդամ։ Որպես կենտրոնի համայնքի կանոնակարգման և կարգավորման տարածքը հատակիցային հիմնական տարրեր և բարձր քաղաքաշինական արժեքի տարածքներ նախագծում առանձնացվում են քաղաքի կենտրոնի միջուկը, որն ընդգրկում է հանրապետության հրապարակին և օպերային թատրոնին հարող արդեն կազմավորված թաղամասերը և համակարգային գործառույթների առավելագույն կենտրոնացման գոտի է։ Քաղաքի կենտրոնական կոյզը, որ ընդգրկում է հիմնական օղակաձև զբոսայգու սահմաններում գտնվող տարածքները, որտեղ արդեն կազմավորվել ամենարժեքավոր և հազվադեպ համակարգային նշանակության օբյեկտների ճարտարապետային միասնությունը։ Ես այդ շարունակեմ, ստեղ ինչն է հետաքրքիր, որ զբոսայգու սահմանները շատ անհայտ են։ Զբոսայգին որտեղ ասկսում, որտեղ ավերջում սահմանները ոնց են գծված։ Ուրեմն հիմա բացատրեմ ինչի։ Սա Նյու Յորքի զոնինգ մապն է։ Բաժանված է կվադրատների շատ պարզ, համարակալում, թվեր և համարակալում, և ամեն մի համարի մեջ կա իր հատվածը, ասենք օրինակ մի հատված։ Այս հատվածում տեսնենք, տարերով նշանակված են սրանք օգտագործման իրավունքների և հնարավորությունների։ Ամեն մի տարածքը որոշակի սահմաններ ունի միլիմետրերով։ Այսինքն շենքի ես մի անկյունով անցում, ասենք մոխրագույնները ուրիշ են, նրանք ուրիշ են, այսինքն շատ հստակ է, այնտեղ տենց բան չկա։ Օղակաձև բուլվարով կգաս լավ տնի, մի մետր են կողմ, մետր ես կողմ, ինչ նկատի ունեի, նա և էստեղ։ Ասենք ես մոխրագույնները պահպանման գոտիներն են։ Ես ուզում եմ տեսնեմ կարագում ձեզ սուց կար։ Ընդերևի պլուսն են աղթում։ Սա չի ինչի անթաց տեղ վերավից ծծավ։ Տեսնում եք այ մոխրագույնը։ Ումեն տարով նշված են բնակելի, առևտրական, արդյունաբերական և այս մոխրագույնը, որոնք հատուկ նշանակության թաղեր են։ Հատուկ նշանակությունը առանձին ուրիշտեղ նկարագրված է, բայց խնդիրը նրանում է, որ փաստորեն այս հատվածը տեսնում եք, ես այն այգու հատվածն է, Central Park-ն։
այդ ամբողջ տարածությունը հատուկ գոտի է։ Այսինքն այդտեղ ռեժիմը եւ ամեն մի քարի համար առանձին թույլատվություններ ունի։ Եվ դա շատ հստակ է։ Ես ցույց տամ մի ասենք, մի թաղամասի գոտի։ Տեսնեք ոնց է գծերը դնում, փողոցի ներսով, բակի ներսով, շենքը մեջն է, շենքը մեջը չի։ Այս հատվածն է լրացուցիչ ավելացել է։ Այսինքն ժամանակի ներկայացնակ իսկանը, հետո որոշում են, որ սա է պետք է մտցնել դրա մեջ, այս պատանան գոտիներ։ Պատմական գոտու սահմանները եւ պատմական գոտու լրացումները, ավելացումները։ Չեմ սա հետաքրքիր է ձեզ։ Ուզեմ ասել, որ այդպես հասկացողություն կա, որ Նյու Յորքում ամեն ինչ կարելի է, չէ։ Շատ քիչ բան է կարելի։ Ասենք սա շատ հայտնի Ազիա, այս ամբողջ տարածքը առանձնացված է։ Սա քաղաքի ամենակենտրոնն է, 21 փողոց պարկավորում։ Ամենակենտրոնն է։ Նա ուրիշ տաղամաս, նույն հատվածներում։ Հիմա մի փոքր ուրեմն երկու կանոնագիր կա հիմնական, մեկը zoning է կոչվում, zoning regulation, մյուսը building code։ Building code-ը վերաբերում է շենք կառուցելու կանոններին, zoning-ը վերաբերում է կոնկրետ քաղաքի տրավեքին ինչպես մասին, այնտեղ կառուցապատման կանոնակարգը։ Հիմա ասենք օգտագործման կանոնակարգը, use regulation։ Ուրեմն հետաքրքիր ֆրազ, use is permitted as of right։ Այսինքն օգտագործում, որը ըստ թես տրված է ըստ այդ հողամասի։ Ուրեմն կարելի է այդպես ունենալ եւ կարելի է ունենալ special permit, որը որ դու պետք է դիմես, որ ասեն կարող ինստեղ այսպես բան անել։ Լրացումներ եւ այլն, սա լրիվ բյուրոկրատական համակարգ է, բայց այդ համակարգը ստիպում է, որ ամեն մի տողամի քարը, ասենք, օրինակ խտության կարգավորում, տարածության, բարձրության եւ խորության, բակի, սերբակ, ոնց ասեմ, հետ նահանջների մինիմում ասենք եւ այլն, հա։ Նա նա հետաքրքիր ուրիշ բան։ Սա կոչվում է փաստորեն հանրային լսումներ, հա։ Public hearing։ Ուրեմն հայտարարություն է տրվում, որ այս հայտարարությունը քաղաքապետարանի սայթում իրենց մոտ դրված է։ Ցանկացած մարդ կարող է կարդալ եւ ունենալ այս ինչով, այս ինչանը ասենց լսում անելու, Landmark Preservation Commission, այսինքն սա հայտարարում ուշադրանի պահպանման Commission խորհուրդը եւ ինչի հանրային քննարկում։ Միշտ խնդիրը կա, չէ՞, որ սա մասնագիտական հարց է, բայց ովքեր որտեղ ապրում են, իրանք հետաքրքրված են, թե ինչ է կատարվում քաղաքում։ Եվ ես ուղղակի մի երկու տող կարդամ, Օրինակ ինչ հարց կարող է քննարկել։ Ձեր մտքով օրինակի օրինակ ես մեկը Ռենեսանսի ինչ-որ վերածննդի ժամանակ արված 1854 թվականին շենքը, ուրեմն դիմում նրա համար է, որպեսզի երկու հատ դրոշակի հիմքը տեղափոխեն մի անկյունից ուրիշ անկյուն։ Սա լսում է, ու պետք է այդ ժողովուրդը հաստատ թողնա, թե չի թողնա։ Այստեղ միական շատ հետաքրքիր է, օրինակ սա, անտենա, կպուրին անտենա դնելու համար դիմում է կպուրներ, ինչ-որ մի շենքի վրա։ Եվ բնակարանը կարող է թույլ տալ, խնդիրը նա չի, որ թույլ կտան, թե թույլ չեն, խնդիրը նա է, որ կարգն է պահպանվում եւ դա ասենք բաց է հանրային քննարկման տակադրված ու այդ կարգով, ասինքն ոչ ոք վերջում դժբախտ չի, որովհետեւ գոհ է, որովհետեւ ինչ-որ
ընդհանուր մի համաձայնություն սա է այսպես հիմա մի հատ ուրիշ հետաքրքիր բան ուրեմն ցանկացած անձ կարող է դիմել հուշարձանների պահպանման խորհրդին ինչ-որ մի շենք հուշարձան ճանաչելու համար ես մարդ եմ ես փողոցում ասում եմ շենքը լավ շենք ես չգիտեմ ես մասնագետ չեմ ինքը լավն է թե լավը չի ինչ արժեք ունի պատմական հավաքատեղական չունի չգիտեմ կարող է մեկը կոֆե ասում եւ դիմումի ձևը դիմումը լրացում է սովորում ես ասեմ իրանք ես դնում են քննարկման եւ որոշում են մտցնել ցուցակի մեջ թե չմտցնել Ես էլ ես մեխանիզմը, այսինքն ոնց կարող է ժողովուրդը մասնակցի իր քաղաքի ժառանգությանը։ Ես էլ սա։ Ես ուզում եմ ձեզ ուղղակի մի օրինակ ցույց տալ, սա դերել եմ Երևանից օրինակներ, սա ես նկարել եմ անցած տարի։ Գիտեք որտեղ է, Մոսկովյանի և սա նկարել եմ ես տալ։ Բայց բախտաբար ժամանակավոր է, էլի սա։ Ես հասկանում եմ ժամանակավոր, բայց այսինքն եթե մենք հասել ենք այն մակարդակին, որ ուզում ենք քաղաքը վերահսկացնենք, որոշում ենք ձևավորել, այդ ձևավորումը ինչ-որ մի մեխանիզմ է, որի հետևում մարդիկ են գանած, որ որոշում են որոնք ճիշտ, այս մարդուն ուղղաթող է, որ ինքը որոշի, որ այս ֆասադը ինքը պետք է իմիտացիա, որ ըստ քարկինջը չի, միտեղ տեսել է, որոշել է, որ դա լիսի մնավ, չգիտեմ գուցե, ասենք, Գերմանիայում տեսել։ Ու այսինքն երևի փողը ծախսել է, բայց չգիտեմ արդյունքում ինչ հաստացել։ Հիմա ասում ժամանակավոր է, հարցարաշում ես գուցե մյուս տարի էլ անելու, այսինքն եթե դուրը գալիս է, որ սա լավ է, դե մյուս տարի Նույնիսկ ժամանակավոր է։ Եվ ուրեմն ունեմ այս երեք պատկերը, սա ժամանակին ես չգիտեմ սա ինչքանով է արդեական, ասենք ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, ես ակտել եմ ինտերնետում, որ շինարարական կազմակերպությունը ասում է, որ ստեղ սենց շենք է կառուցվելու, գիտեմ, սա այդ հայտնի Արամի 30-ն է սա Սա նկարված է բարձր կետից, որ տեսնում եք, թե սա այդ բաղն է, ես չգիտեմ, այս հատվածը սարքելու են, թե չեն սարքելու, որտեղ եթե սարքել են, դուս էր գալիս, որ հյուսային պողոտան գալիս է չենքին եք դեմ ակն, ասի ես չգիտեմ, դա Եվ մի բան հետաքրքրեց, ստեղ ոսկի գտել է, կաղը ոսկի կար, ասինքն ինչ-որ մեկը մինչև քանդելը նայում է, դեռ ինչ կա։ Չի նայում է, վերցնում է ոսկի։ Ես վերջացրի։ Շատ հաճելի տխուր է։ Իրականում այսպեսն է, ասենք խոսքը գնում է դրոշակի մասին, երևի մեկը ներկայացում է, թե ինչի է պետք, մեկը բացացում է, թե ինչի դա խանգարում է, թե չի խանգարում, մարդիկ էլ ասում են, արեք, եթե ձեռ չեք տալու ինքային, այսինքն ուղղակի տեղել կանում են, որ այդպեսի բան կա, որտեղ ամենակարևորն է, որ ինֆորմացիան բաց լինի, կարևորը Զայների մեծամասնության խնդիր չի, որտեղ ասենք 70 հոգին ասում են նստածներից շատ բաք է, այն մարդը ներկայացնում է 20 հոգին ասում են լավ է, հետո իրականում հանձնաժողովն է որոշում, բայց հաշվի առնելով հանրության արդյոք որտեղ դա մասնագիտական խնդիր է, ուղղակի էլ եմ գրքում, խնդիրը նրա մեջ է, որ այդ օրինակը որ բերում բժշկից, որ բժշկությունը մասնագիտությունը չես կարող փոխել տա, այո, բայց քաղաքը բոլորին է ու
Մասնագիտական կարծիքը այո, բայց մասնագիտական կարծիքը ձևավորվում է հանրության վրա, եթե ի վերջո այդ քաղաքը մեզ դուր չգա, այդ քաղաքում ունենք սա։ Ոնց ասած, չգիտեմ։ Այս վերջի ձևակերպումը դուր եկավ, ես դա համար այն հարցը մոտ երկրորդն է, բերում եմ առաջինը, էլի։ Օրինակ Նյու Յորքում այդ մոտավորապես 60-ականների այդ բան էլի, ամենաակտիվ ժամանակը, որը գիտեմ, որ ոչ ճարտարապետները շատ մեծ դերակատարություն են ունեցել ընդհանուր քաղաքի զարգացման համար, էլի։ Մի քիչ ուզեմ դրա մասին, Մոզես Պլանի ու Ջեյն Ջակոբսի այդ ֆեյվների մասին բան, ու նաև ասենք թե ոնց է հասարակության բանը, էլի, պատրաստականությունը, որ ճարտարապետական հանրության վերաբերմունք ու հասարակության ուրեմն կարծիքի կոնֆլիկտը, որ հաճախ լինում է, էլի։ Ոնց է լինում, ոնց է արտահայտվում, էլի։ Իրականում ամեն ինչ միանգամից չի լինում, այսինքն բնականաբար հիմա մարդիկ ավելի ակտիվ են կան առաջ, հետո դա ոնց է, բաժակը լցվելու սկզբունքով, ասենք, երբ որ 60-ականներին արդեն ճնշում էր, այսինքն այդ շարժումը կամ այդ կառուցման, ասենք, ծավալները ինքան արդեն մարդիկ, որտեղ մարդիկ իրենց կյանքով աղբն են, իրը թաղամասում դեսա, ոչինչ լուծե չի կատարվում, բայց ինչ-որ նա պահ է գալիս, որ հագեցման պահ, ինքը տեսնում է, որ դա հետադարձ նաև իր վրա է ազդելու, իր թաղի վրա է ազդելու և ինքը սկսում է ավելի ակտիվ։ 60-ականների կրիմների մասին ես առանձնապես բան ձեզ չեմ կարող ասել, որովհետև ներկա չեմ եղել և ասինքն իմ գիտելիքները ունեն ինչ-որ ձև է։ Խնդիրն նա մեջ է, որ այո, միշտ էլ եղել է պայքարը։ Այսինքն օրինակ Պանամի հայտնի շենքը, որը դրված է, Գրոպոսի շենքը, որը դրված է, ասենք, իրանց երկաթուղու կայարանի վրա, այնտեղ ուղղակի շատ պրիմիտիվ բան, նույն բանը, այդ շենքը, որ կառուցել են, այդ շենքը ունեցել է այդ օդի տարածությունը, եւ այդ օդի տարածությունը, ասենք, օգտագործենք, եւ հետո այդ սկզբունքն է, որ ինքնաթիռներ իշխում են երկաթգծի վրա, ասենք, դավը փոխվել է, այդ բարձրակն կառուցել, որը իրականում մի քիչ կոպիտ միջամտություն է այդ հատվածին, որտեղ ինքը հապում է, ասենք, հա, բայց իրանք ինչ-որ լուծումներ են գտել, փողոցը շարունակում է եւ այլն, պրոպորցիայով վատ չի, բայց էլի չի կարող ասել հրաշալի է, Գրոպուսն էլ արել է, չնայած իրականում համար հեղինակներ կան, Գրոպուսն ինքը շատ քիչ է մասնակցել, հիմնականում իր անունն են օգտագործել, այսինքն Նյու Յորքը շատ վաղ քաղաք է, թե ինձ եք ասում, ճարտարապետական վայր, այսինքն այնտեղ ճարտարապետությունը չի, որ տիրապետում է քաղաքին, քաղաքի կանոնները ուրիշ տեղից են բխում են կառուցապատելու, ասենք, ֆինանսական, մասնավոր շահույթի եւ այլն, քանի որ արդեն կա ինչ-որ մի կարգավորվածություն, որը որ սահմանափակություններ եւ բաներ ամացում, բոլորը ասինքն, ոնց ասեմ, արդար է այնքան, որ բոլորը պետք է այդ մեխանիզմի մեջով անցնեն, ով ինչ կարող է անել, ոչ ոք չի ոնց ասեմ, շատ քչեր են մտածում քաղաքի մասին տենց մի անգամից, այսինքն դա տենց հեշտ չի, որ մեկը ասի, ես քաղաքնամար եմ սա անում, բայց նենց է արվում, որ քաղաքն է թելադրում, թե ինքը ինչ անի իր համար, ինչ անի քաղաքի համար, նա պարզ մեթոդ կա զոնինգի, կոչվում է Tower Plaza, այսինքն եթե դու ուզում ես սարքել մի բարձրահարկ, որը ավելի բարձր է, քան կարելի է, ուրեմն դու անում ես մի հատ հրապարակ, որը քաղաքին է, որը բարեկարգում ես, կանաչապատում ես, նոր անում ես քո այդ աշտարակ։ Այսինքն դա ոնց որ փոխադարձ, ինչ ասեմ, գործարք է քաղաքի և կառուցապատողի միջև։ Որը ամեն դեպքում նենց է անում, որ մեկը մյուսին չխեղդի, որպեսզի քաղաքը իր հնով զարգանա, ի վերջո քաղաքը մարդկանց համար խնդիրը սա է, այսինքն հիմա դա շատ ավելի ակնհայտ է, ասենք, համարյա բոլոր փողոցներում հեծանելի գծեր են քաշվում, Բրոդվեյի մի հատ հսկայական հատված մի տարի առաջ առաջարկեցին փակեցին, դարձեցին սրճարաններ, բաներ, մարդիկ ասում են, ոնց է տրանսպորտը աշխատելու, թող տրանսպորտը դժվարանա, մարդիկ թող լավարկում։ Այսինքն հակառակ պոլիտիկան է, որ Մանհեթեն խելոք մարդը ավտոյով չի գնում։ Այսինքն ինչքան քիչ գնան, այնքան ավելի լավ, ոչ թե ինչքան շատ գնան, այնքան ավելի։
Դա ուղղակի բանի հարց է, ասենք ես երկու օր դժվարանում ասենք որոշ տեղերում անցնել, որովհետև պարզվում է, որ այդ խաչմերուկը ավտոյի համար լավ սարքած, մարդու համար սարքած չի։ Հիմա ոնց կարող է տենց լինի։ Այսինքն մեր դեպքում ես ուր գնամ, ավտոյով գնամ այդտեղ։ Ոսկե սենց բաներ կան, որոնք որ ես չեմ ուզում ասել ստեղ ինչն է վատ կամ ինչն է։ Ուղղակի դուք բացատրում եմ, թե Նյու Յորքում ոնց են դա կարգավորում։ Մի քաղաքում, որը լրիվ կապիտալիստական է, դա Եվրոպա չէ, որտեղ արժեքների համակարգ կա, որտեղ տրադիցիաներ կան, ընդդեմ էլ կա, բայց այդ ամեն ինչը լրիվ ուրիշ հիմունքների վրա է դրված, բայց ամեն դեպս իրանք հասկացել են, որ եթե ուզում ես քաղաքը լինի լավը, որպեսզի մարդիկ գան, որպեսզի քաղաքը ծաղկի, իրեն պետք է քաղաքը հենց անես, որ համ նրանք, համ գալերը ճուշտ լինեն, համ էլ ոչխարները ողջ լինեն։ Բայց այդ նույն օրինակի համար այդ բանը Բրոդվեյի այդ հատված, որ Բլումբերգի հետորդն այն հետորդ դարձին, այդտեղ է օրինակ գաղափար հղացնողներ ճարտարապետներ չէ։ Դա հենց ուրեմն քաղաքի գլխավոր ճարտարապետ Տաշեն գիտեք, այդպես բան չկա։ Այդտեղ իրանք ասում են քմիշներ, որը հաշնական խորհուրդ Քմիշները, որը հաստատ նախագահն է եւ նախագահական խումբը, որը Նյու Յորքին է տրադիցիոն միշտ կին է ընտրում, հիմա Աննա Բուրդերից մեկն է, որը իր ճարտարապետական կրթություն ունի, շատ բան է հասկանում, բայց սովորաբար դա ոնց որ արվում է այդպես ժեստ է, որ ասինքն այդ դժվար պաշտոնին այդպես կին է նշանակում եւ ինքը ավելի շատ մոդերատոր է անում հարցերի մեջ։ Բայց ինքը նաեւ շատ կամքով կին է, ասենք օրինակ հիմա այս քաղաքը դարձնել հետնոտի մեծուր պոլիտիկան իրան ինքն է փորձում է բաներ առաջարկել ու անել։ Այսինքն լիքը տեստիկ մարդիկ հեծանելով աշխատանքներ ունեցող։ Ինչ ասեմ։ Հիմա տենց տենդենցիա չէ, ասենք կապված է էկոլոգիայի հետ եւ էներգետիկների հետ, բենզինի հետ եւ այլնի հետ մարդիկ ուզում են, որ ավելի տենց լինի, ասենք քիչ ծխեն օդը, այդ օդը ավելի մաքուր լինի, ինչ ասեմ։ Հարցում եմ։ Եվ երկրորդը ուսումնական ծրագրերի տեղը ասենք ճարտարապետի մասին տենց օրիենտացիա, որ ոչ թե ինքը սովորի ոնց սիրուն նկարներ ծրագրել, այլ օրենքներ մշակել։ Դուք ասացիք, ես նկատում եք Նյու Յորքը, թե ես Երևան։ Նյու Յորք։ Գիտեք, ճարտարապետները այնտեղ սովորում են, որը դեռ ոչինչ չի նշանակում, հետո էլ պետք է այլ քննություններ հանձնեն, որ դառնան լիցենզավորված ճարտարապետ, որ իրավունք ստանան ճարտարապետական նախագիծ թողարկել։ Այսինքն դա բժշկի նման բան է, թե դու ուզում ես վիրահատության անելու իրավունք ստանաս, դու պետք է այդ մանուչով անցնես։ Հիմա այդ այսինքն քննությունների մեջ մի հատ հետաքրքիր սկզբում կա, որը կարմիր թելով գնում է բոլոր մասնաբաժների մեջ։ Ճարտարապետի հիմնական նպատակը հանրության առողջությունը եւ անվտանգությունն է։ Բացի ճարտարապետից գեղեցիկը դա ինքը պետք է արդեն անի, եթե կարող է։ Ճարտարապետի պարտքը հանրության առաջ ինա, որ ինքը ամեն ինչ անի, որպեսզի առողջությանը վնաս չունի եւ անվտանգ լինի։ Այսինքն հակահրդեհային հարցերը, էվակուացիայի հարցերը, ասենք ընկնել չընկնել, այն բոլոր բաները, որոնք արդեն մարդկությանը վաղուց հայտնի են, բայց ճարտարապետի պարտքը որպես մասնագետ նրան դա է։ Չլսեցի հարցը։ Իսկ մա զոնինգի մասը։
Դրանից զոնինգը բնականաբար տենց քարացած չի մնացել, անդադ փոփոխվում է, անդադ ավելացումներ են անում, անդադ ինչ-որ բաներ փոփոխում են, ասենք այդ 16 թվականին գրված զոնինգից հիմա շատ քիչ բան է մնացել։ Դրանք արվում են բնականաբար խորհուրդների միջոցով, այսինքն դա ինչ մեխանիզմ է ովքեր են, հրավիրում են ճարտարապետների բնականաբար, բայց ոչ միայն ճարտարապետների, ընդհանուր ուրիշ մասնագետներ են բնականաբար։ Ճարտարապետները մենակ քաղաքաշինական հարցեր կարող են ասել, բայց ասենք էկոլոգիայի հարցեր կա, ասենք բնության պահպանության հարցեր կա, տրանսպորտի հարցեր կա, կոմունիկացիայի դա մի հատ մեծ համակարգ է եւ ոչ մի ճարտարապետ ռիսկել չի անի, ասի ես գիտեմ որտեղ հիմա այնքան դա առաջ գնացել ու զարգացել, մի շենքը մի հոգի չի նախագծում, որտեղ ասենք, ինչ ասել, չի կարող մի մարդը իմանալ ամեն ինչը, ինքը մի բանը գիտի, մյուս բանը մյուսը գիտի, իրանք համագործակցություն են, այսինքն ճարտարապետությունը դառել է այնքան տեխնոլոգիապես հագեցած եւ այնքան դրա պատճառով սահմանակված ու որոշված, որ այդ օրենքների համակարգը, այս չի կարելի, այս սենց է, այս ավել չի լինի, այս պակաս չի լինի, այդ ամեն ինչը մի հոգի ֆիզիկապես ի վիճակի չի դիտի։ Հիմա դուք որ ասեք programming architecture դա այո, դա այդպես են կոչում նաև ծրագրավորողների, որոնք որ ոչ թե կոդ են դրում, այլ համակարգեր են ստեղծում ծրագրավորում։ Այդքան այն պետք է դրա մասին։ Ինչի ակոշում ճարտարապետություն, որտեղ այլ պետք է համակարգես այդ ամեն ինչը։ Դեռ գաղտնիք չկա, ճարտարապետը համակարգող, որտեղ ինքը աշխատում է եւ շինարարի հետ եւ պատվիրատուի հետ։ Այսինքն ինքը այն մարդն է, որ այդ երկուսի շահերի մեջ պետք է հենց անի, որ իմ ասած այդ հանրության անվտանգությունն եւ առողջությունը պահպանվի, որտեղ կարող ոչ պատվիրատուն գիտի դրա մասին, ոչ էլ ուզում է իմանա, ոչ էլ շինարարը։ Հիմա ասենք այդ եռանկյունի մասին, եթե ուզում եք երկու բառով ասենք, պատվիրատու, ճարտարապետ եւ շինարար, չէ՞, ամենամեծ դիլեման է, թե ոնց են կռվում, ոնց են բարիշում։ Փաստորեն, երբ որ պատվիրատուն գալիս է ճարտարապետի մոտ, ճարտարապետին վարձում է, որպեսզի ճարտարապետը իրան օգնի, որպեսզի ինքը հասկանա, թե ինքը ինչ կարող է սարքել եւ ինչ է ուզում սարքել։ Իսկ երբ որ շինարարությունն է սկսվում, ճարտարապետը դառնում է պատվիրատուի ներկայացուցիչը, որ պատվիրատուին օգնի, որպեսզի շինարարը սխալ բան չանի։ Այսինքն ճարտարապետի դերը շատ բազմակի է տարբեր սիտուացիաների մեջ։ Ինքը փաստորեն ոնց եմ ասում, կուրատոր, համադրող, ինքը փորձում է համադրել ամեն ինչ իրար հետ եւ այդ համադրության մեջ պահպանել հանրության շահերը, որտեղ դա էլ ոնց որ տենց հանրությունը ինչ-որ մի ամորֆ բան է, հետևում է գտնվում, դրանք ոնց է պաշտպանում օրենքների միջոցով, այսինքն օրենքները խախտել չի կարելի բնականաբար, ասենք էքսպերտիզաներն են եւ այդ ամեն ինչը ստուգվում է, չնայած մի հատ հետաքրքիր բան, շենքի նախագծի հաստատումը, տարվում է հաստատում, չէ՞։ Նրանք, որոնք ստուգում են, ըստ ասած, ճարտարապետական հաստատում, իրանք են ճարտարապետ, բայց իրանք անպայման չի, որ ընդհանրապես նախագծումով զբաղված են, ուղղակի կոդը գիտեն եւ նայում են, թե ինչն է ճիշտ տարված եւ վերջ։ Իրանք խնդիրը չի, թե սիրուն ես նախագծել, ոնց է, ինքը նայում է հանրության շահերը պաշտպանված են։ Հիմա, բայց մարդը վրիպեց, ինչ-որ բան չտեսա, մեծ նախագիծ է, ինքը հարցեր կան չէ։ Եթե ինչ-որ բան պատել, ինքը ճարտարապետն է պատասխանում։ Այսինքն ճարտարապետը չի կարող ինչ-որ բան անցկացնի, ասել դե լավ, չտեսավ, անցավ դիմում։ Եթե պատահեց, մեկը իր գլխին է ջարդվել։ Այսինքն այդ հաստատված նախագիծը իրան չի ազատում պատասխանատվությունից, որ ինչ-որ մեկը ստուգար, նշանակում է ինքը արդեն ձեռները լվանում է։ Եթե ասենք այդ ուղղակի այդ մեխանիզմը կարճ։ Մի հատ ես հաստամ ու հապչում։ PDF-ները որ ցույց եք տալիս զոնինգի, դրանք քաղաքապետային կայքից եք, չէ՞։ Դրանք բաց են, այո։ Այն տեքստը, հայերեն տեքստն էլ է քաղաքապետանի։ Այո։ Զուտ համատության համար։ Ցանկացած շենք, որ Նյույորքում կառուցվում է, ցանկացած մարդ կարող է մտնի նա այդ շենքը եկել, դիմումը ներկայացել, երբ նախագիծը գնացել, շենքը կառուցվելուց քանի խախտում ա եղել, քանի հատ տուգանք են դրել, վերելակը չի աշխատել, ջուրը պայթել, այդ ամեն ինչը դրած է։
այդ շենքի պատմությունը, եթե ասեմ 30 թվականից գրված է։ Կացել են փչացել, եկել են փոխել են, եկել են տուգանք են տվել, այս գրված է։ Հետաքրքիր է, այդ կարգավորվածության մասին որ խոսում ենք, չէ՞, քաղաքաշինական զոնինգի հակայության եւ այլն, քաղաքաշինական կարգավորումներ, զուտ ճարտարապետական առումով։ Քիչ առաջ Ալավերդյանը օրինակ վերեցիք, ես 3 պատահական անցած զարմացան, Մայքես կողմին 50-ականների շենք են սարքում, են կողմին 19-րդ դարի վերջ։ Այսինքն ով պետք է կարգ։ Գլխավոր Պողոտա եւ Ալավերդյան դեպի Մելիք Ադամյան Մեծ ուշացած 50-ականների շենքա վերևացել է։ Հա ոչ, այսինքն ոճը ով է թույլ տալիս, ոնց են որոշում։ Հատայժան ինչ ես ինձ հարցնում։ Չէ, Երևանում չէ, Նյու Յորքում այդ կարգավորվածությունը դա ճարտարապետի հայեցողությունն է, թե որոշակի շրջանակ կա, որ կարելի է միջև այստեղ անել, բայց չի կարելի գնալ 50 տարի հետ, որտեղ իր սիրտը այդպես է։ Դա հանրային քննարկում է։ Հա, ասում ասում ինչ-որ ազդում են, այդ չի որ էլի։ Այո, կավաշարման խոսվի, հավաքեսից կանոնացել խոսվի։ Չէ, այսինքն եթե մենք 19-րդ դարի ենք կարգություն, գերադասում ենք Մայթի Միգողի 19-րդ դար, դա մեր հետամնացության աշխան է, թե ինչ է, չեմ ասում։ Դժվար է ասել, որն է լավ։ Հիմա ասենք Պալաձոյի շենքն չի ուզում, ապրել։ Բալաձոյի կառուցած, բայց ոչ թե բանի կառուցածն իմ երի Հիմա կառուցած։ մարդը հիմա Պալաձոյի շենքն չի կարող անել, ուզում է հիմա Պալաձոյի, հիմա շենք սարքեն Այսինքն զուտ ճարտարապետական արվեստի սահմանափակումները ժամանակից դուրս են գալի, էպոխա ոչ բան, գոյություն չունի, հա։ Նյու Յորքը այդ առումով էտալոն չի, այն առումով, որ Գիտեմ, Բաբելոնն էլ կա, Եգիպտոս էլ կա, Ռենեսանս էլ կա։ Այսինքն դեռ ուրիշ խնդիր է, եվրոպական քաղաքները ավելի տրադիցիոնալ են։ Եվրոպական քաղաքները իրանք ձևավորման սկզբունքները ունեն եւ դա տենց շարունակվում է եւ մարդիկ տենց կրթվում են, տենց աչք արդեն սովորում։ Նյու Յորքը դատակ դեպի վրա է արվել է ինչ որ ուզել են, հիմա էլ հասկացել են, որ չարժի տենց է անել, բայց ոճաբանական հարցերը, դա մարդու խղճի վրա դրված խնդիր է։ Չէ, ոճաբանությունը կարելի է ինձ թվում, բայց Սենց է, 40 ֆիլմից ավել չես կարող անես, չես կարող անես։ Հիմա թե ինչպես է կենա քառակուսի պարզ պատեր, չէ, ոչ մի բան չկար։ Ուղղակի պարածել քիվի բարձրություն, դա պահանջը։ ոչի մեջ գրագիտության հարց գոյություն է։ Երբ որ մարդիկ խոյակ են նկարում իրենց թվում է արդեն Թամանյան են, այդպես չի։ Ու հանկարծ 4-րդ հարկում մեծ ուրիշ բան է, որ չես իմանում։ Իսկ ճարտարապետություն չես, երեխաներ որ սովորում են այդ արհեստը, որ պիտի արվեստ դառնա, առաջի հարկը թե ոնց պիտի շենքը զարգանա, ոնց կարող ավարտել։ Հանկարծ մի հարկում ինչ-որ այդ անկապ կարնիզ է, չգիտեմ, սոխարիկներով։ Իսկ կարնիզի կողմով է։ Չգիտեմ, պատվիրատուն եթե այդքան անճաշակ է, որ հանկարծ տեսել է Եվրոպայում ուզում է, բայց ճարտարապետը ասի ոչ, այս կարնիզը սրա տեղը չի։ Կամ եթե ուզում ես այս կարնիզով անենք, շենքի ամբողջ տրամաբանությունը պետք է փոխենք։ Այսինքն գրագիտությունը, ես Նյու Յորքում եղել եմ անգամ չասել, բայց այնտեղ էսի բարօրինական գրագիտություններ չկան։ Կարող է ոչ ինձ դուրս չգա, բայց պրոֆեսիոնալ արի։ Նայում շատ լավ արի։ Դե ամեն մի ոճը պետք է լավ է։ Այսինքն մի ինստանցիա, որը կասի թեկուզ Ալավերդյանի այս քարի շենքերը պիտի լինեն 30։ Ալավերդյանի դեպքը ինչ է։ Օրինակի համար եմ ասում։ Եթե մտքովս անցել Ալավերդյանի հին շենքերի ոճով գծեմ, դա էլ չի նշանակում, որ ամեն մարդ կարող է։ Ես մի հատ օրինակ եմ մատուցում կոնկրետ, բայց նա քարսել ինստանցիա է, որ ասի չեք ուզում օգտվել, ես ադրել եմ այստեղ։ Դե ոճը կոնկրետ ամենը միայն Հուշարձանի կարգավիճակով է։ Ուրեմն փոխանցեք դեպքը։ Մի հատ շենք կա, դարի սկզբում կառուցված, որը հիմա վերակառուցվում է, դա պետք է 200 հյուրանոց է։ Շենքը հուշարձան։ Այո։ Ուրեմն սկզբից տրվում է հուշարձանի մասնագետի, որը ուսումնասիրում այդ շենքի այն հատվածները, որը իրենք համարում են հուշարձան, այսինքն սրբություն։ Անում է դրա վերականգնման նախագծը, թե ինչը պետք է բարեկարգվի, ինչը պետք է ռեմոնտ արվի, եւ ինչին կարելի է դրանից այն կողմ ձեռք տալ։ Հա? Դա տանում է հաստատում է հուշարձանի հետքում։ Նոր այդ նախագիծը գնում է արդեն մյուս ճարտարապետին, որ այդ հյուրանոցի նախագծողն է, որը բնականաբար հարգելով է հուշարձանը եւ նաեւ այդ թղթի վրա միլիմետրով դրված է, այս պատից այս կողմ ոչինչ չես կարող ձեռք տալ, վերջ ինքը այս մնացած մասում պետք է հենց անի
Հիմա ինքն էլ որ լուսնիչ չի իջել, եթե այնտեղ ոճը ասենք դարի սկզբի է, պետք է ինքը ոճի հետ խաղա, որ շարունակական լինի, ես լինի։ Հիմա այդ մարդու հունարից է ինչքան որ ինքը լավ կամ վատ կամ կարող է վատել ան։ Հիմա ասենք պիանոն, հա, Ռենցո պիանոն Մորգանի վերադարանի կողքին նոր հատված ապերացրեց, որը մաքուր մետալական ավարտելու մետալներ բացված կա, այսինքն ոչ մի պրետենզիա չունի, որ դա նման է ոճով, ոչ մի ինչ է, բայց չափերի մեջ, պլատոցաների մեջ շատ հանգիստ է բացա, ուղղակի վերադարանը զարգանալու կարիք ուներ։ Եթե Նյու Յորքին չվերաբերել, ասենք պարտադրված բարձում է ամեն բաները շապած ձևած նախորդ որոշած չի կարելի։ Այսինքն տեխնիկական մասը, տեխնիկական համար կա, մուսավորությունը տեխնիկական հարց է, տրանսպորտը տեխնիկական հարց է, բայց չի ճարտարապետական արվեստը, ինչ-որ ուրմանով չի կանոնակարգ, ինչ ուզում ես այլ, հարգանի հոնիական կարելի է, բայց շատ լավ է։ Դրա մասին ոչ մի տեղ գրված չի, շատ կարելի չի կարելի։ Ուղղակի նման մտքեր չեն առաջանում։ Կամ պրոֆեսիոնալիզմի հարց։ Էլ ասելու, հա, տախուր ստացվեց։ Չէ, ես այդ էի ուզում ասեի, որ այս եւ գոտիավորման նախագիծը, որ ներկայացված է, ոչ թե որ քաղաքապետարանի կայքում է դրված, եւ հուշարձանների պահպանության գոտիները, դրանք բոլոր Երևանի համար մշակված են, ուղղակի դրանք ոմանց դարակների մեջ դրված են։ Այսինքն մենք բավականին մոտ ենք այդ վիճակին եւ հանրային քննարկումների կարգը, որ կարևորություն ունի, շատ նենց բան է։ Բավական արժեքավոր, հետաքրքիր, լիքը տես գործիքներ հատված հասարակության, ուղղակի չի օգտագործում հասարակությունը, նույն այդ օրենքը, չէ, նույն ճարտարապետության մասին օրենքը, որ մենք մշակում ենք բավականին մոտեցնում ինքնակարգավորում, եմ ասեմ, մենք այս նույն բան կոնտրաստի մեջ, եթե մենք չենք տեսնում, չինշակում այդ ամեն ինչը չունենք, ու նենց այդքան մենք այդ առումով նախնադարում չենք, ուղղակի մենք ինքներս չգիտենք դրա մասին։ Երևանի կենտրոնի գոտիավորումը ինչքան էլ մի քիչ վազայնա 60-ականների Նյու Յորքի իրավիճակին հիշեցնում, որտեղ լիքը այսպես կարևոր մայորներ հատում են Երևանի կենտրոնը, բայց կա այդ ամեն ինչը, որը ուղղակի մենք մի քիչ լավ չգիտենք կամ չենք ուզում իմանանք, էլի։ Ես ասեմ, Սարյան, շնորհիվ ինչու՞ն է, ուրեմն ես ձեռնավորման ասենք 1-2006 թվականին հավաքվեց, նայել եմ։ Շատ լավ է, թղթի վրա շատ լավ է, խնդիրը ինչու՞ն է։ Ինչ ենք ուզում մենք Երևանից ստանալ 20 տարի հետո։ Սա է հարցը։ Ասում երբ որ այդ կոնցեպցիան լինի, դրա մեթոդները կմշակվեն եւ ինքը իր հետևակայությամբ դինա։ Ոչ ոք չի ուզում որ Երևանը վատը լինի։ Բայց հիմա դուք գիտեք Երևանը ինչ է ուզում։ Լինի բազար, որ շատ հետաքրքիր է, լինի տոնահանդես, թե լինի ասենք, այսինքն ինչ է, որտեղ այստեղ մարդիկ են անում։ Մանակ Վենետիկում շատ դժվար է ապրելը, որովհետև ինքը լրիվ տուրիզմի համար է սարքված, ոչ թե մարդկանց ապրելու համար։ Այնտեղ ապրելը ահավոր բան է։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ստանանք քաղաք, որտեղ ուզում ենք ապրել, թե որ տուրիստները գան ասեն, այս ինչ լավ է, բայց մեզ համար լավ չի, փողոցից չիմանան ոնց է։ Չգիտեմ, խնդիրը սա է, այսինքն ինչ չափանիշներով ինչ ենք ուզում ստանալ։ Մենք ոնց ենք ուզում մեզ պաշտպանենք, որ այս քաղաքը մեր է։ Շատ բարձ խնդիր է։ Մասնիկները, երբ որ ճարտարապետությունը լավն է, դա եւ տուրիստի համար է, եւ մարդ համար է, տուրիստի համար հատուկ ճարտարապետություն չեն ստեղծում, ոչ էլ բնակչության։ Այդպես կոնցեպտ կա, չէ՞, որ տուրիզմը որ կգա, քաղաքը կաշխուժանա։ Մարդկային ճարտարապետությունը բոլորի համար։ Հարցն է, որ ինչքանով է մարդկային Երևանը զարգանում այսօր, դա մարդկային չի, դա անմարդկային զարգացում։ Այստեղ էլ որ ես համ ամփոփելով ուզում եմ ասեմ, որ մենք մյուս սեզոնը, որը բնականաբար դեկտեմբեր չենք ցկի, որտեղ մեր դա չի տակածվում, մեր մոտ ճարտարապետական հանդիպումներում նաև կլոր սեղան, բարիս բուն իմաստով կլոր սեղան քննարկումներ ենք պատկերացնում, որ այս հարցերը մենք արդեն կսկսենք քննարկել։ Այսպես ասած մեր առաջի սեզոնում մենք լսում, սովորում, կրթվում եւ այլն, հաջորդ этаպում արդեն մենք սկսենք քննարկել ու միգուցե եւ թեմաներից մեկը, ոնց որ Արեգ Ասատրյան բարձրացնում է, կարող է լինի ինչպիսի Երևան ենք ուզում տեսնենք ու ինչպիսի Հայաստան, որովհետեւ Հայաստանը Երևանը չի, էլի։